Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինված հարձակումից 2 շաբաթ անց Հնդկաստանն ու Պակիստանը պաշտոնապես թևակոխեցին պատերազմական փուլ։ Երկու երկրները փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց տարածքների վրա։ Այս ռազմական գործողությունները վերջին տարիների ամենալայնածավալ զինված բախումն է միջուկային մրցակիցների միջև։ Պակիստանը հայտնում է, որ այսօր վաղ առավոտյան Հնդկաստանի զինված ուժերի կողմից իրականացված հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, հաղորդվում է շուրջ 5 տասնյակ վիրավորի մասին։ Պակիստանի իշխանությունները հայտարարում են, որ պատասխան գործողությունների արդյունքում հնդկական 5 ռազմական օդանավ է խոցվել, սպառնալով էլ ավելի ծանր հարվածներ հասցնել հարևանին։ Իր հերթին Նոր Դելին հայտարարել է 10 զոհի, տասնյակ վիրավորների մասին Պակիստանի զինված ուժերի կողմից իրականացված մեջբերում կամայական հրետակոծության հետևանքով Քաշմիրը բաժանող փաստացի սահմանագծի վերահսկման գծի երկայնքով։ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը պնդում է, որ ի տարբերություն հարևան երկրի բանակի, Հնդկաստանի զինուժը թիրախավորել է բացառապես ահաբեկչական ենթակառուցվածքներ, որոնք կապ ունեն շաբաթներ առաջ արյունալի հարձակում իրականացրած իսլամի զինյալների հետ։ Վարչապետ Նարենդրա Մոդիի ղեկավարությամբ մեր զինված ուժերը ոչնչացրել են ահաբեկչական ճամբարները, նախկինի պես տալով համարժեք պատասխան։ Մեր գործողությունները ձեռնարկվել են պատշաճ ճշգրտությամբ։ Մենք թիրախավորել ենք բացառապես նրանց, ովքեր սպանել են մեր անմեղ մարդկանց։ Հնդիկ զինվորականները գործել են այնպես, որպեսզի քաղաքացիական անձինք չտուժեն։ Իսլամաբադը մինչդեռ ահեղ պատասխանով է սպառնում իր դեմ հարվածները որակելով սադրանք։ Երկրի պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է բանակի խոսնակ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։ Աջ ռատ բուզդիլ բհարատ ने पाकिस्तान पर बिलाश्तियाल जाहरियत की है। Չհրահրված որևէ կերպ չարդարացված ագրեսիա մեր պետության, Պակիստանի տարածքային ամբողջականության եւ անմեղ մարդկանց դեմ։ Պակիստանի ուժերը ժողովրդի լիակատար աջակցությամբ ուժեղ եւ լիարժեք պատասխան են տալիս թշնամուն։ और भरपूर जवाब दे रही है। Երկու երկրների միջև տասնամյակների լարվածությունը կտրուկ սրվեց անցած ամիս, երբ կռվախնձոր դարձած Քաշմիրի հնդկական հատվածում մի խումբ զինված անձինք կրակ բացեցին հնդիկ զբոսաշրջիկների վրա, սպանելով 26 մարդու, վնասվածքներ հասցնելով ևս 17-ին։ Հարևաններն այդ տարածքի շուրջ վիճում են արդեն 70 տարի, այդ ընթացքում էլ մի քանի պատերազմ են մղել։ Սահմանային բախումներն այս տարածաշրջանի շուրջ երկար ժամանակ անկայունության աղբյուր են Հարավային Ասիայում։ Քաշմիրը բաժանված է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, սակայն երկու երկրներն էլ պնդում են, որ այս շրջանն ամբողջությամբ պետք է իրենց պատկանի։ Քաշմիրը Նոր Դելիի եւ Իսլամաբադի միջև 3 պատերազմներից 2-ի հիմնական պատճառն է եղել։ 1989 թվականից հնդկական կողմում գտնվող Քաշմիրի մի մասում զինված ամստամբներ են գործում, որոնք հարձակումներ են իրականացնում ինչպես անվտանգության ուժերի, այնպես էլ խաղաղ բնակիչների դեմ։ Տարիների ընթացքում երկու կողմից հակամարտության զոհ են դարձել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, ապստամբներ եւ կառավարական ուժերի ներկայացուցիչներ։ Ապրիլի 22-ի հարձակումը դարձավ վերջին 20 տարվա ընթացքում թերևս ամենախոշորն ու արյունալին։ Արյունահեղությունը կրքեր բորբոքեց Հնդկաստանում։ Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարեց, որ գետնի տակից կգտնեն ոչ միայն հարձակվողներին, այլև նրանց ցուցում տվողներին ստիպելու այնպիսի պատասխանատվություն կրել, որը դուրս է զինյալների երևակայությունից։ Հնդկաստանը տեղի ունեցածում ուղիղ մեղադրեց Իսլամաբադին։ Հնդկական ոստիկանությունն անուններ հրապարակեց, պնդելով, որ 4 կասկածյալներից 2-ը Պակիստանի քաղաքացիներ են, մեկն էլ Քաշմիրի Հնդկաստանի կողմից վերահսկվող տարածքի բնակիչ։ Պակիստանի իշխանությունները կտրականապես հերքում են իրենց մասնակցությունն այդ հարձակմանը։ Իսլամաբադը նախազգուշացրել էր Հնդկաստանի ցանկացած ռազմական արկածախնդրության կտրվի վճռական պատասխան։ Անցած 2 շաբաթվա ընթացքում կողմերը փոխադարձ կոշտ քայլեր են ձեռնարկել՝ դիվանագետների արտաքսումից մինչև սահմանային անցակետերի փակում։ Քաղաքական ցավոտ որոշումներին զուգահեռ երկու երկրների սահմաններին ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություն էր տեղի ունենում, ինչը շատերի համոզմամբ լայնածավալ հարձակման մեկնարկի ազդանշաններ էին։ Իրադարձությունների գրեթե նույն հաջորդականությունն ուներ 2019-ի սրացում, այն ժամանակ էլ մահապարտահաբեկչի մասնակցությամբ պայթյուն տեղի ունեցավ, որը 45 հնդիկ
հնդիկ ոստիկանի կյանք խլեց։ Ի պատասխան Նոր Դելին պատժամիջոցներ կիրառեց հարևան երկրի դեմ, ապա հարվածներ հասցրեց զինյալների ճամբարներին, դրան էլ հաջորդեց օդային մարտեր եւ հնդկական կործանիչի խոցում։ Չնայած այս կորուստներին այն ժամանակ նման ելքը համարվում էր թեթև։ Հնդկաստանի եւ Պակիստանի քաղաքական գործիչներն ի վերջո կարողացան պայմանավորվել եւ հակամարտությունը մարեց։ Կառավարություններն ամբողջ աշխարհով մեկ այժմ ուշադիր հետևում են երկու միջուկային գերտերությունների միջև անկանխատեսելի իրավիճակին, զանգվածային ոչնչացման զենք ունեցող խոշորագույն երկրներին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել իրադրությունն էլ ավելի սրելու քայլերից։